Да, на долю твоего поколения выпало, наверное, самое тяжелое испытание. И через него каждый из вас должен был так или иначе пройти. Դաշնամուրը իր ձեռքերի տակ խոսում էր, երկում ապշեցնում իր գույների երանգներով։ Ողջույն։ Եթերում է մեկ օր ճանաչված մարդկանց հետ հաղորդաշարը եւ այսօրվա մեր հաղորդումը նվիրված կլինի հայ կոմպոզիտոր, դաշնագահար, խորհրդային միության եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանին։ «1921 թվականի հունվարի 21-ին երևանաբնակ ուսուցիչ, մասնագիտությամբ մաթեմատիկոս Հարություն Բաբաջանյանի ընտանիքում Արու զավակ է ծնվում։ Ծնողների ուրախությանն իհարկե չափ ու սահման չի լինում, սակայն ոգևորվելու հետ մեկտեղ Հարություն Բաբաջանյանը ունենում է մտահոգվելու երկու պատճառ։ Այդ պատճառներից մեկն այն էր, որ մանուկը կարծես դիտավորությամբ ծնվել էր այն օրը, երբ մահացել էր ժողովուրդների առաջնորդը Լենինը։ Հոր մտահոգության մյուս առից քիթն էր, մի հանգամանք, որ կարող էր ողջ կյանքում հարուցել շրջապատի ծիծաղն ու վնաս հասցնել տղայի անձնական կյանքին։ Առաջին խնդիրը ծնողները հեշտ չեզոքացրին անմիջապես ծննդյան վկայականում հունվարի 21-ը փոխելով 22-ի և մանկական գլխին կուտակված քաղաքական ամպերը ցրվեցին գրչի մեկ հպումով։ Սակայն քթի անհամաչափ մեծության հետ հարկ եղավ ուղղակի մերվել, քանզի այդ խնդիրը ոչ մի կերպ հնարավոր չէր շտկել ոչ մի գրչի օգնությամբ։ Ի վերջո զուգադիպություն էր, թե ինչ-որ օրինաչափություն, մանկան անունն էլ ստացվեց հնչեղ ու արտահայտիչ, ճիշտ և ճիշտ ինչպես նրա քիթը։ Նրան Առնո կոչեցի, հենց այդ անունով էլ նա ուղեգիր ստացավ երաժշտության պատմություն։ Я вот часто привожу такой пример, говорю, я большую часть своей жизни прожил в России, около 40 лет. И вот до сих пор у меня акцент не изменился. Еще какой? Армянский. Вот такой же акцент у меня, понимаете, в моей музыке. Не обязательно, чтобы вот дух армянский. И вообще, вы знаете, дело в том, что я, когда учился в Ереване, вот была такая группа вроде одаренных детей, я туда, значит, писал музыку. Наш педагог, я считаю, что правильно он мыслил, чтобы в нас с детства привить вот эту национальную, любовь к национальной народной музыке. И первые наши опыты были такие. Он говорит, возьмите сборник Комитаса. Кстати, Комитас записал армянские песни, очистив их от всякого наносного. От наслоения. Да, да. Вот в чистом виде армянские мелодии, одноголосные, написанные. И вот, говорит, обработайте их. Напишите аккомпанемент. Понимаете? И вот я долгое время этим занимался. И не жалею. И тогда я не понимал, мне говорили, я делал как мальчик. Но я понимаю, что наш педагог Варткец Григорьевич Толян такой, был мудрый человек. Вот это он нас с детства прививал любовь к народной музыке. Я вот сейчас понимаю, почему это надо. Потому что, знаете, сейчас вот даже вот вы слушали мои 6 картин, я играл. Ведь они написаны додекафонной системой. Да, вот эти серийные, все 3. Но все равно чувствуется армянское, правильно? Абсолютно чувствуется. Да. Вот я об этом и сказала. Потому что я говорю, это у меня уже сидеть. Я даже не могу по-другому. Просто абстрактно писать музыку. Даже
А тональную музыку, по-моему, можно тоже национально написать. Я как-то был в Дании, и вот там, значит, встреча была с молодыми композиторами. Я им, значит, начал, значит, с чего я начинал, вот какие делал вот обработки народных песен, и пришел до декафонной. Да, ему это очень заинтересовало. Вот я как раз там сыграл и вот этот вагаршабадский танец. Բաբաջանյանների ընտանիքում երաժշտական կրթություն ոչ ոք չուներ, թեև հայրը Հարություն Բաբաջանյանը գերազանց ֆլեյտա էր նվագում։ Գուցե հորից էլ Առնոյին փոխանցվել է երաժշտական ընդունակությունները, որովհետև դեռ 4 տարին չլրացած փոքրիկն արդեն փորձում էր նվագել հին հարմոնի վրա։ Ինչպես պարզվելու էր հետո, դա ոչ թե խաղալու մանկական ձգտում էր, այլ երաժշտությանը սիրահարվելու մի մեծ իրադարձություն։ Երևանի սովորական մանկապարտեզ այցելած բարձրաստիճան հյուրն ապշած էր հրաշամանուկի տաղանդով։ Խաչատրյանը լսելով 6-ամյա տղային փաստել է, նա ընտրյալ է։ Դրանից հետո Խաչատրյանը կրկին հայտնվելու էր Բաբաջանյանի ստեղծագործական կենսագրության ամենակարևոր պահերին։ 1928 թվականին 8-ամյա Առնոն ընդունվում է Երևանի կոնսերվատորիային կից գործող օժտված մանուկների երաժշտական խմբակ։ Բացի դաշնամուրի դասերը փայլուն յուրացնելուց, նա սկսում է նաև երաժշտություն գրելու փորձեր անել։ Այսպես իր առաջին ստեղծագործությունը պիոներական քայլերքը Առնոն գրում է ընդամենը 9 տարեկան հասակում։ 1933 թվականին երիտասարդ երաժիշտների հանրապետական մրցույթում նա ստանում է իր առաջին մրցանակը, գերազանց կատարելով Բեթհովենի 4-րդ սոնատը։ Вы знаете что? Мне это трудно сказать, потому что я и пишу, и играю. Но мне как-то немножко странно в том смысле, что быть пианистом настоящим и композитором, это нужно масса компонентов, не один компонент. Например, пианисту, чтобы он, если будет сочинять музыку, он будет блестящий пианист. Это не так. Ведь это совсем разные вещи, это разные дарования. Например, может быть, у него есть композиторское дарование, а ему есть что сказать, а вот пальцев нет. Понимаете? Это бывает редкое сочетание такое, что и это, и другое. Потому что то же самое сказать, что певец может блестяще исполнить, но голоса нет, он не может петь. Ведь это средство для самовыражения, да. И кроме всего этого, и для композитора, быть композитором, это нужно масса вещей, масса компонентов иметь. Я знаю массу ребят, музыкально очень одаренные, абсолютный слух, все такое, и все быстро улавливают, играют. А вот композиторского дарования такого нет. Знаете, компоновать, вот композитор, уметь большие пласты, большие мысли соединять, сделать композицию. Когда ты сочиняешь музыку, тебе легче понять вот композитора, кого ты исполняешь. Что ты знаешь какие-то секреты свои, понимаете? Например, по форме, поэтому... Например, я помню, когда я играл только на рояле и не сочинял, я по-другому воспринял эту музыку. Знаете, так, может быть, больше интуитивно. А вот когда я начал заниматься именно композицией, я начал и интуиция не пропала, но прибавилось еще какое-то понятие. Да. Понятие все. Понимаете, это может быть. И не случайно, что в консерваториях все пианисты пишут и фуги, и проходят контрапункт, правильно? Это ведь не придумано для того, чтобы... Но при этом не являются композиторами, да, просто пишут фуги. Чтобы знать, знаете, вот эту технологию, как пишется музыка, это ведь важно.
1936 թվականին 16-ամյա Արնոն սկսում է մասնավոր դասեր վերցնել Սերգեյ Բարխուդարյանի և Վարդգես Ստալյանի մոտ, որը անվանի ժողովրդական երգիչ Գուսան Շերամի որդին էր։ 2 տարի անց 1938 թվականին նա մեկնում է Մոսկվա նպատակ ունենալով ընդունվել Գենեսինների հանրահայտ դպրոցը։ Քննական հանձնաժողովը զարմացած երիտասարդի տաղանդով անմիջապես ընդունում է նրան ավարտական դասարան։ Կարելի ասել 20 տարի գալիս եմ ամեն տարի Դիրիժանի կոմպոզիտորների տունը, կարող եմ ասել, որ իմ բոլոր մեծ գործերը եւ փոքրները նույնպես գրել եմ այստեղ։ Հիմա նույնպես եկել եմ աշխատելու եւ միաժամանակ եւ հանգստանալու։ Հիմա ես աշխատում եմ, ուզում եմ գրել սոնատ Թավջուդակի եւ Դաշնամուրի համար։ Արդեն սկսել եմ և շատ ուրախ եմ, որ այդ գործը սկսելն է դժվար։ 1947 թվականին Արնո Բաբաջանյանն էքստերն կարգով ավարտում է Երևանի Պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը, իսկ մեկ տարի անց ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա։ 1950 թվականին 29-ամյա Արնո Բաբաջանյանը սկսում է դասավանդել Երևանի Պետական կոնսերվատորիայում։ Արդեն այդ ժամանակամիջոցում նա հասցնում է հայտնի դառնալ իր հերոսական բալլադով, ջութակի և թավջութակի կոնցերտներով, Դմիտրի Շոստակովիչի հիշատակին նվիրած կվարտետով։ Որովհետև ամենամեծ ոնց ասում են դատավորը մեր ժողովուրդն է, ժողովրդին ոչ մի բանով չես կարող հապել։ Գիտեք, շատ վաղ լինում է, որ գործ ես գրում, քեզ թվում է, որ պետք է լավ լինի, որովհետև ամբողջ բոլոր կանոններով ոնց որ թե, բայց վերջի խոսքը ասում է ժողովուրդը, ուրեմն այնտեղ մեծ ցից չես դրել այդ գործի մեջ։ Ինչ որ մի բան կա, որը ոչ մի մարդ չի կարող, դա ոչ մի կոմպոզիտոր, ոչ մի ժողովուրդ։ Դե մենք էլ ժողովրդին ենք ծառայում, դե աշխատում ենք, որովհետև ժողովրդի սերը, ժողովրդի բան պետք է միշտ արդարացնել։ Զուրբ ընտրեց հոգիս սրտի թուրը և երգեց սիրոտ կաղրագին պատասխան չկար հույսն իմ զուրեր մի ուրիշներ թողել հոգին առաջին այդ սիրուցա ես չունեմ դատար 1951 թվականին խորհրդային էկրան է բարձրանում առաջին սիրո երգը կինոնկարը։ Ֆիլմը շատ հաջողված էր և հաջողության գլխավոր գրավականը կինոնկարում հնչող երաժշտություններն էին։ Առաջին սիրո երգը «Իմ Երևանը», որոնց հեղինակն էր Արնո Բաբաջանյանը։ Այս երգերը նրա այցեքարտը դարձան։ Լսվում էին ամենուր, ռեստորաններից մինչև հանրային տրանսպորտ։ Դրանք շրջադարձային նշանակություն ունեցան Արնո Բաբաջանյանի համար և միանգամից դարձրեցին նրան հանրաճանաչ կոմպոզիտոր։ Առաջին այդ սիրուցա ես չունեմ դատար դու կապրես իմ երգում
1956 թվականին Արնո Բաբաջանյանը տեղափոխվում է Մոսկվա ապրելու եւ աշխատելու, քանի որ Սովետ Միության մայրաքաղաքը գերազանց հնարավորություններ էր ընձեռում կոմպոզիտորին աճելու եւ զարգանալու համար։ Կարճ ժամանակահատվածում Արնո Բաբաջանյանը հեղեղում է Մոսկվան իր ստեղծագործությունների տարափով։ Դա աներևակայելի մի բան էր, որովհետև մեկը մյուսի հետևից ստեղծված գործերը գերազանցում էին իրար։ Բանաստեղծները պատիվ էին համարում աշխատել Արնո Բաբաջանյանի հետ։ Պատվերները կոմպոզիտորի վրա թափվում էին հեղեղի նման։ Это я вспоминаю, невольно вспоминается Арам Ильич Хачатурян. Вот он яркий представитель того, как народная музыка его сделала вот таким великим. Он через народное, через армянское. И он это все время нам говорил. Мы когда были молодые композиторы, говорит: ребята, любите свою народную музыку. Всегда пользуйтесь. Это вас сделает не похожим друг на других. Вы будете самобытным. Если, конечно, у вас есть еще самобытный талант, и если вы еще возьмете вот это народное, чтобы знали, что это армянская музыка. Арам Ильич все время это повторял. «1983 թվականի նոյեմբերի 11-ին Արնո Բաբաջանյանի մահվան լուրը տարածվում է ամբողջ խորհրդային միությունով։ Բայց քանի դեռ հնչում է նրա երաժշտությունը, կենտանի է նաև Արնո Բաբաջանյանը։ Այսօրվա համար այսքանը։ Հետևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչ նոր հանդիպում։